Բարեձեզ, այսօր օգոստոս 24-ի ուշ երեկոյա Վաշինգտոնի ժամանակով մոտավորապես 10-ի կողմերը հետաքրքիր բաներ եղան։ Ուրեմն Միացյալ Նահանգների ֆինանսների մինիստրը, ասենք այսպես, Secretary of Treasury դուրս եկավ եւ մեծ հայտարարություն արեց ամբողջ աշխարհին, որ խստացնում ենք մեր սանկցիաները, Իրանի նկատմամբ։ Կարծես միջև աչքի դեմ չէին անում, բայց ավելի են խստացնում։ Հիմա կմտնեմ դրա մասին, մի քիչ կխոսանք, նաև կխոսանք Ամերիկայի ֆինանսական վիճակի մասին, Ամերիկայի պարտքը հասել աչքի դեմ արդեն որտեղ, դրա մասին կասենք։ Ընդհանրապես եւ հետաքրքիր ուրիշ բաներ Պակիստանի ասենք գենշտաբի մեծը, իրենց մոտ army chief-ը կոչվում, ուրեմն չգիտես ինչի որոշեց միանգամից, որ պետքա գնա Պարսկաստան, դա կասեմ դրա մասին մի քանի բան, հետո մի քիչ Չինաստանի շատ հետաքրքիր բաներ կատարվեցին նավթի հետ կապված, որը ամբողջ աշխարհի վերահսկում, ներառյալ Հայաստանի եւ այլն։ Խոսքով դրանց մասին տարբեր բաներ։ Հիմա սկսենք այսօրվանից, ուրեմն այս վարքյալի Scott Bessent-ի, այդ ուրեմն ֆինանսների նախարարի, այսպես ասած, մեծ հայտարարությամբ, որ Միացյալ Նահանգները ուրեմն խստացնում են սանկցիաները Իրանի նկատմամբ, այսինքն ուրիշ խոսքով շեշտը փոխվում է կինետիկ պատերազմից, այսինքն անցնում ենք ֆինանսական պատերազմի։ Դա չմոռանանք ասենք, որ ֆինանսական սանկցիաներ պատերազմի ինչ որ չափ գոյություններ արդեն 1976-9 թվականից հեղափոխությունից ժամանից հետո։ Բայց հիմա ավելի են խստացնում, գիտեք, որ որոշ երկրների վրա աչքի են փակում, երբ որ նրանք Իրանի հետ առևտուր են անում կամ ինչ որ ֆինանսական բաներ են անում, իր ամբողջ ասացի իմաստն էր, որ այլևս ոչ մեկ բացառություն չի կազմելու, ոչ մեկ չեն որ խախտի ես ուրեմն դրված մեր կողմից սանկցիաները, նա կստանա պատժիչ իր նկատմամբ, այսպես կոչված secondary ուրեմն sanctions։ Դրա մասին հիմա կասեմ։ Սա իհարկե հսկայական, ոնց ասեմ, էֆեկտ կարող է ունենալ, եթե իսկապես Ամերիկան դա անի։ Դա ինչու՞մ է կայանում, ինչ ձևով կարտահայտվի եւ այլն, Իր ասելով որևէ երկիր, որ Իրանի հետ առևտուր անի եւ ֆինանսական, ասենք թե գործարքներ անի, նավթի իրանցից առնի, չգիտեմ, փողը լվանա եւ այլն, ինքը կենտրոնացած 4 ուղղությունների վրա՝ տրանսպորտ, ֆինանսներ, նավթ եւ high-tech, ինչ են ասում, բարձր տեխնոլոգիական ապրանքներ, բաներ եւ այլն, նրանց վրա ուրեմն սանկցիա ենք դնում, ինչ ձևով իրենց կտրենք դոլարի սիստեմից։ Ինչ նշանակում դոլարի սիստեմից կտրել, դա իհարկե շատ վատ բան է, այսօրվա դրությամբ հենց Պարսկաստանը արդեն կտրված է դոլարի սիստեմից եւ մեկ է Ռուսաստանը։ Եվ դա իհարկե տարածվի ուրիշների վրա, նրանց շատ ծանր հետևանքներ ընդհանրապես ունենում։ Երկուսն էլ Պարսկաստանը արդեն որտեղ իրենց մոտ շատ վաղուց է իրանք ադապտացվել են, համակերպվել են, ձևեր են գտել այս բաներից խուսափել, հավալաներ կան, կրիպտո currency են ասում, կրիպտովալյուտա են գործածում, տարբեր բաներ որպես Իսրայելից պրսներ, Ռուսաստանն էլ էլի արագ համակերպվեց SWIFT-ի հետ, այսինքն բանկի միջբանկային դրամական փոխանցումների այդ սիստեմից կտրել, նշանակում է ոչ ման չես կարող անել, Ռուսաստանը կտրվեց, մի քիչ ինքը իր սիստեմը սարքեց, իմանալով որ դա գալիս է, դե Պարսկաստանը ինքը իրանը չի կարող սարքի, ուրեմն այս մյուս միջոցներն է գործածում, այսպես ասած ծև շուկան եւ կրիպտո շուկան եւ որպեսզի կարողանա առևտուր անի աշխարհի հետ, այս բաները կա։ Բայց ընդհանրապես դա վատ բաներից մեկն է, որտեղ դա առևտուրը միջազգային առևտուրի մասին խոսում, որը ազդում է ներքին առևտուրի հետ, որտեղ միջազգային առևտուրի մյուս պոչը այնա որ դրսից ապրանք ես բերում, դա միջազգային է, հետո ներքին շուկայում ես ծախում, կամ հակառակը, ներքին շուկայում արտադրվածը ծախում ես արտաքինում։ Դու եթե կտրվում ես SWIFT-ից այդ կամ այդ բանից, շատ վատ է։
Ընդհանրապես ինչպես տեսնում ենք Պարսկաստանում քո վալյուտան, քո currency-ն collapse-ը ապրում, այսինքն հիմա այս տեսանք, որ իրենց պարսկական ռեալը ընդհանրապես արժեզրկվեց, խոսքը գնում է այս շաբաթվա մասին, հենց որ մի երկու օրվա պատմություն եմ անում, եւ ռեկորդ ինչ որ աշճանների հասավ, դա վատ բան է, եւ էլ չեմ ասում, որ դրա այս սանկցիաների հետևանքով նաեւ քո ասետները, ասենք թե քո ֆոնդերը, ինչպես գիտենք պարսկական օրինակի համար, ֆրիզ են լինում, սառեցվում են։ Չես կարողանում հանես, գործածես, վճարումներ կատարես եւ այլ, այս բաները կա։ Ռուսաստանին էլ եղավ այդպես, Պարսկաստանին վաղուց էր եղել, Օբաման վերցրեց մի քիչ բան վճարեց, հետ ինչ որ 1.3 միլիարդեր ինչ կան, չգիտեմ, Թրամփը միջև այսօր դրա մասին խոսում է, այսպես բաներ։ Բայց էլի ասեցի ձևերը կար խուսափում են բաներ են անում գոյատևը, բայց դա լավ չի տնտեսության համար, բարձր որ դու աճ չես կարող ցույց տալ, այդ մնացածը նկարած թվեր են, այսպես ասած, որ իբրև թե աճում է մեծանում է ռուսական խոսքով այդ բաները, նույն ձևի Պարսկաստանը կարա ասի, բայց չկա գիտենք։ Բասետի ասածը, Սկոտ Բասետը, ուրեմն ֆինանսների նախարարը, ընդհանրապես պիտի ասեմ, որ Ամերիկայում ֆինանսների Treasury Secretary-ն ամենահազոր պաշտոններից մեկն է։ Դա համարվում է State Secretary of State-ից, հա, պետնախարարից, արտգործնախարարից, հետո երկրորդ մարդը, ամենակարևոր նախարարությունն է ֆինանսները, ընդհանրապես այդ տրադիցիոն այդպես է դրված, ամեն ինչ դրանից է կախված, միշտ այդպես է եղել եւ այլն։ Իրենց հերթականության մեջ էլ, հա, ասենց ասած, precedent-ի մեջ տենց է։ Եվ դուրս եկավ պաստորեն ասաց, որ հարցերի սկսեց պատասխանել լրագրողների եւ ասաց, որ Թրամփը արդեն սկսել է երկրի տարբեր երկրների ղեկավարների զանգ տալ անձնապես, ասելու, որ սենց եմ կանում, ուրեմն դուք հաշիվները տարեք, բացառություններ չենք անելու այս անգամ, ուրեմն մտածեք ինչ եք անում, մի խախտեք այդ սանկցիաները, չարժի, ձեզ համար օգտակար չի լինելու վերջում։ Այսինքն ինչ օգուտ որ ստանում եք Պարսկաստանի հետ առևտուր անելուց կամ ֆինանսական գործարքներից, ավելի վնաս եք կրելու հիմա արդեն, որտեղ արդեն սենց է, հիմա դա մի րոպե մտածեք դրա իմաստը, ես չգիտեմ դա ինչքանով դա նաև վերաբերում Հայաստանին, բայց ինքը ասաց, որ 100% բոլորին վերաբերում է եւ այսպես։ Սա պետք է մտքում պահել մի վարքյան, դա կտեսնենք արդյունքը կամ ասենք իր ինչքանով դա 100% տարածված բոլորի վրա թե չէ եւ այլն, դա արդեն կերևա շատ մոտ ապագայում դա դրա կախված է թե ինչ այդ հեռախոսազանգերը ինչպեսին կլինեն, ինչ կասեն եւ այլն։ Այս մտքում պահելուց հետո անցնեմ առաջ, ինքը չնշեց որևէ երկրի անուն, բայց ոչ էլ ասեց օրինակ Չինաստան ասեր կամ Ռուսաստան ասեր, ոչ ման չասեց, ասեց չեմ ասելու։ Եվ ոչ էլ դնելու եմ ժամկետներ, այսինքն երբ deadline-ը երբ չէ որ դու քո հարցերը տուծես ու վերջացնես այս առևտուրը Պարսկաստանի հետ, այդ էլ չեմ ասում, բայց ասեց որ մինչև շաբաթվա մեջը կարող եք սպասել, որ ինչ որ երկրներից մեկը ենթարկվելու է մեր, այսպես ասած, պատասխան երկրորդական սանկցիաներին, այսինքն պատժիչ սանկցիաներին Պարսկաստանի հետ առևտուր անելու համար կամ խախտելու այս սանկցիաները դրա համար։ Խոսքով սա իր խոսքերն եմ ձեզ փոխանցում եւ դրա հետեւում պետք է հասկանալ, որ կանգնած է պարզ, որովհետեւ համաձայնացված է ամբողջ national security establishment-ի մեջ եւ դա ինքը իր գլխից բաներ չի հանել, պարզ է իհարկե։ Հավանաբար կարևոր բաներ։ Երբ որ շատ էլ մի քիչ լրագրողներից էլի հարց տվեցի, ման ասես դե ինչ եք բանանում, արդեն օրինակի ամնայք Էմիրատները արդեն 3 քայլ արեց, հայտարարեց, որ ինքը կտրում է բոլոր հարաբերությունները Պարսկաստանի հետ, որովհետև նախկինում ունենալով լավ հարաբերություններ առևտուր անել եւ այլն, Պարսկաստանը իրենց խփեց հրթիռներով եւ դրոններով եւ հետևանքային եղավ, որ փաստորեն մեծ գումարներ կորցրեցին։ Շատեր ասում են սնակացավ, չեմ ուզում շապազանցնեմ, դա ես չէի գործածի այդ տերմինը, բայց հսկայական վնասներ կրեց, հա, ասենց ասենք։ Եվ դա
իհարկե կարելի է ընդհանրել, որ դա էր շարժարիտը, որ Էմիրատները որոշեցին կանգնեցնել։ Բայց իրականում այն հանգամանքը, որ Բասետն էլ նշեց դա, կարելի է ընդհանրել, որ արդեն գիտեին, որ սա գալիս է։ Իսկ եթե նախորոք համաձայնվեցված էր արդեն կամ գոնե իմացեին տվել այս որոշ երկրների, ես կընդհանրում եմ նաև Սաուդի Արաբիային օրինակի համար, այլ չեմ խոսում ուրիշ, դա նշանակում է, որ սա լուրջ է։ Եվ Էմիրատները ուղղակի շտապեցին առաջինը լինելու, ցույց տալու համար, որ իրենք ոչ թե ամերիկյան սպառնալիքների հետևանքով են սա անում, այլ իրենք արդեն նեղացել են Իրանից իրենց հարձակում, իրենց ռմբակոծումների պատճառով եւ իրենք այս քայլերին դիմում են։ Մի խոսքով սա արդեն ներքին փոքր, ասենց ասենք, քաղաքականությունը շատ կարևոր չի, բայց սա ասելու իմաստն է, որ սա արդեն տարածված համաձայնեցված բան է եւ գոնե առնվազն համաձայնեն չհամաձայնեն ամերիկան անելու է հիմա ասում ասեք ուզում եք ինքներդ միացեք, ուզում եք մի միացեք, հետո մի եկեք, մի բողոքեք։ Քաղաքավարության համար ձեզ ասել ենք, սա նպատակը է դա։ Եվ նպատակը որ են ասել, որ Թրամփը զանգելու է ինքը անձամբ խոսի, դա կարևոր է։ Մի հատ հետաքրքիր բան նկատեցի նաև, այնտեղ խոսք եղավ, որ Թրամփը զանգ է տվել, խոսացել է ոչ թե Պակիստանի պրեզիդենտի հետ, այլ Պակիստանի Army Chief-ի հետ։ Army Chief-ը ընդհանրապես Պակիստանում բանակի մեծը շատ հզոր պաշտոն է համարվում։ Ընդհանրապես Army Chief-ն ասում, Army Chief-ն միացյալ ոնց որ ասես սովետական տերմինով գենշտաբ ասենք, հա, բայց միացյալ ուժերի ոնց որ շտաբի հրամանատար, ասենց ասեմ, հա, այսպես մի բան, մի խոսքով այդ նույն գենշտաբը դուրս գալիս, բայց իրանց մոտ տարբեր անուն են գործածում։ Բայց ինքը իսկապես շատ հզոր է եւ որ Թրամփը իր հետ է խոսացել անձամբ, դա շատ հետաքրքիր էր։ Մասամբ նրա համար, որովհետև իմ կարծիքով ինչի համար խոսացել, որովհետև Պակիստանը այս մարդուն ուղարկել էր Իրան վերսկսելու բանակցությունները։ Եվ երևի պետք էր, որ ոնց որ ասում են ձիու բերնից լսի, թե ինչ պայմանների պիտի համաձայնվի, ինչի չէ։ Ինչու, որովհետև ինչպես տեսանք նախկինում, երբ որ Պակիստանը միջնորդի դեր էր կատարում, իրենց թարգմանիչները Վիտկովը եւ բանը երբ որ գնում էին առանց թարգմանիչի, Պակիստանի թարգմանիչները միշտ մեղմացնում էին Իրանի դիրքորոշումները, մի քիչ մեղմացնում էին ամերիկյանները, որ իբրև թե համաձայնվեն, ասեն համաձայնվել ենք, հետո անորոգները հետո բան կանենք, բայց հետո պարզվեց, որ դա չի լինում, որովհետեւ Իրանը ասում է չէ, Պակիստանը ասում է միգուցե Ամերիկան գալիս է որ յանի հա, այստեղ մի բան լինում է, սրանք մտածում են երևի, միգուցե նշանակում է մտածենք մի վարքյան, հետո Իրանը դուրս է գալիս, այս բան չենք ասել մենք։ Ու հեսա բաների տեղի կա տալիս, իսկ մտածում եմ, որ դրա համար է այստեղ կոնկրետ ուղղակի խոսակցություն եղել, որ կգնաս խոսաս հանգարց բաներ չանես քո գլխից դուրս ինչ որ իմպրովիզացիաներ կամ մեղմացուցիչ բաներ, եթե դու պիտի միջնորդ խաղաս, դե ուրեմն դու պիտի ճշգրտորեն ներկայացնես երկու կողմերի դիրքորոշում այս հարցերի վերաբերյալ։ Մի խոսքով, սա էլ այդպես որպես հետաքրքիր դետալ, որ ինչ է կատարվում այս բաների ընթացքում։ Ուր կգնա այս սանկցիաների մասին, էլ եմ ասում, այսօր դուրս եկան խոսացին, մոտավոր ժամը 1:30 ինչ էր, որ Բասետը խոսաց, ու ամբողջ օրը սա աշխարհով դրա մասին է խոսում։ Հիմա թե ինչ է նշանակում, արդյոք շատ լուրջ է, այդքան լուրջ չի, ինչ որ հետևանքներ լինում, այն թե չի տարբերվում շատ նախկին սանկցիաներից, դա բոլորը ֆուֆլո է, որովհետև ինչու, որովհետև ամենից կախված է թե խախտողների նկատմամբ ինչ պատժիչ բաներ իսկապես կարող է Ամերիկան գործածի։ Եվ առաջի իհարկե հարցը, որ տվեցին նաև լրագրողները, այն էր, որ իսկ որ Չինաստանը խախտի նորից եւ ծախի ինչ որ պետք է կամ առնի, այլ ինչ է կանելու Չինաստանի դեմ։ Բայց դա պատասխան չտվեց։ Ասեն չասեց, որ ինչ են կանելու, ասում է չեմ ուզում նսեմ։ Կամ Ռուսաստանը Կասպից ծովով սկսեց էլի առևտուրը անել, տանել բերել նավերով ինչ ցանելու։ Էլի դրա մասին էլ խոսք չեղավ։
բայց դե Ռուսաստանը հիմա խնդիրը չի, նրա վիճակը մի բան չի ճանдрակուլի է, բայց Չինաստանի հետ ոնց է վատացնելու, մանավանդ որ սպասվում է մոտ ապագայում նորից հանդիպում, հա, Տրամփ Սի Զինպին։ Եվ ինչ արդյոք ժամանակն է հիմա վատացնել նորից հարաբերությունները, մանավանդ երբ որ անցյալ անգամ երբ որ Տրամփը շատ իրան ինչ որ մի քիչ խիստ պահեց կամ ասես ասենք ինքնավստահ խոսած Չինաստանի նկատմամբ Չինաստանը այդ հազվագյուտ, հա, մետաղների էքսպորտը սահմանափակեց Ամերիկա, որոշակմա խփեց ամբողջ IT բնագավառին, չիպերի եւ արտադրություններին եւ այլն։ Խոսքով Չինաստանը դա հեշտ խնդիր չի, այսպես ասած, հա։ Այսօրվա դրությամբ Չինաստանը այն վաղվա ժամանակի սովետական միությունն է, որ երբ պետք է զգուշ վարվել եւ բաներ չանել, այդ մոմենտը հասկանալի է։ Դրա համար հարց տվեցին եւ պատասխան չստացանք։ Էլի եմ ուզում ասեմ, սա նրա մասին, որ գործում կտեսնենք թե ինչպեսի իրական ձևով կընթանա այս ամբողջ սպառնալիքների այս շարքը, հա, որ եղավ։ Խոսանք Ամերիկայի մասին, մի հատ նորություններից վերջինները, որ Ամերիկայի պետական ուրեմն պարտքը անցավ 40 տրիլիոն դոլարը։ Այդ մի վարքյան նորից մտածեք, միլիարդ բիլիոն չեմ ասում, այլ տրիլիոն։ 40 տրիլիոն դոլար մենակ պարտքն է, որի այդ պարտքի տոկոսները, որ Ամերիկան ամեն տարի վճարում է, տրիլիոն դոլար է։ Մենակ տոկոսը պարտքի դիմաց, ոչ թե պարտքը փակելու մասը, մենակ տոկոսը։ Մի քիչ դժվար է սա իրապես պատկերացնել, բայց սա խայտարակ թվեր են, այս թվերը, որ մի անգամ էլ ասեցի, որ այս վերջի 10 տարվա մեջ կրկնապատկվել է ամերիկյան պարտքը 20 տրիլիոնից 40 դարձավ։ Տրամփի եւ Բայդենի ադմինիստրացիաների ժամանակ մենակ։ Մի խոսքով այսպիսի վիճակը։ Հիմնական ով է պարտ տալիս Ամերիկային, ասես որ պատկերացնեք, այդ ինչ հաշվում է պարտ վերցնեն, երկիրի պարտքը ոնց է վերցնում։ Նու շատ փոքր երկրներ գնում են, ասենք թե համաշխարհային բանկ, չգիտեմ, IMF, ինչ որ այնտեղ փող են խնդրում, նրանք էլ տալիս են կամ եվրոպական համայնքն է տալիս, կամ ինչ որ Ամերիկան Իսրայելին փող է ուղարկում, այսպես բաներ, հա։ Իսկ ասենք թե Ամերիկանումից է պարտ վերցնում, այդ ով է Ամերիկային այդքան փող տալիս։ Որ պատկերացնեք, դա պարզապես դա պետական բանն է, ուրեմն bill են ասում, treasury bills, հա, գանձարանի կոպիտ ասենք օբլիգացիաներ, այսինքն ինքը պարտատոմսերն են, մուրակները, ասենց ասած, հին լեզվով, որը ինքը ծախում է։ Եվ այն, որ առնում են, ուրեմն, երբ որ դու պետությունից առնում ես, ունակ ես ժամանակին առնում էի, ասենք թե, այն ինչ որ տոկոսով, այն որ կբերես, այսքան տարի հետո հետ կտաս, այսքան կստանաս եւ այլն, այսպես բաներ են։ Այդ թղթիկը տորը, ասենք, հա, որի վրա գրված է ինչ որ բան գումար։ Եվ հիմնականում ասեմ դες ուրիշ երկրներ են, որոնք առևտուրի ընթացքում Ամերիկայի հետ ավելի շատ ծախում են Ամերիկային, քան թե առնում են Ամերիկայից, հետեւաբար դոլար են ստանում, որտեղ դոլարով են ծախում, Ամերիկան չինական փողով չի ծախելու, պարզա։ Հետեւաբար ինքը դոլար ունի, ինչ անի, հետատալի պարտ որպես Ամերիկային, ասում բյուջետ մեծ բան ունի, դեֆիցիտ ունի, արկես պատք եմ տալիս։ Ճապոնիան ամենաառաջինն էր, որ դա սկսեց մեծ թվերով անել, հսկայական ոչ թե անձնական լեվելի վրա, հա։ Ու միջև ամենամեծ պարտատերը դա Ճապոնիան է։ Չինաստանը առնում է միլիարդներով ամեն տարի, բայց Ճապոնիան ամենա։ Ինչի են անում, որտեղ ամենաապահով տեղն է, իմաստով, որ բոլոր հասկանում են, որ Ամերիկան բանկրոպտ չի գնալու։ Փողոց մի տեղ ուզում ես ապահով դնես, քիչ տոկոսով դա Ամերիկային պարտ տալն է։
Այսինքն ամերիկան ուրա գնալու է իմաստով, այսինքն այդ է գաղափարը, դրա համար է պարտքը տալիս։ Այսինքն որ երկրի մեջ դնես, որ ավելի ապահով լինի, որ իր էկոնոմիկան աճում Ամերիկայի ոնց որ չգիտեմ, այս պարտքը իրաց չի վերաբերում 40 տրիլիոն դոլար, որի մի հատ ուրիշ երկիր իր գլխի չէ 40 չէ 2 տրիլիոն ունենար կմեռներ։ Երևի կսկերտ այդ ծանրության տակ, հա։ Իր բանի GDP, այսինքն 100 քանի տոկոսն է դարձել արդեն, հա, պարտքը մենակ։ Բայց գաղափարն է, որ տնտեսությունը մեծանում է ամերիկյան, ամեն տարի stock market-ը վերիվարոյանում, բայց ընդհանուր տրենդը այնա, որ բարձրանում է, հետևաբար ապահով տեղը դնելու դրա համար պարտք է տալիս այնտեղ տածելով, որ կորած տեղ չի։ Այդ է գաղափարը ամբողջ։ Ճապոնիան դրա համար անում։ Երբ որ ուզում են վատություն անեն Ամերիկային, սկսում են ծախել իրանց ունեցած ասենք դոլարները կամ այդ մուրակները ազատ շուկայում եւ դրանով գցել գինը դրանց որպեսզի իրանցից ազատվեն եւ այլ։ Հիմա այստեղ չեմ ուզում խառնեմ դոլարն ու treasury bills դեռ տարբեր բաներ են, բայց ընդհանուր առմամբ Ամերիկայի հետ կապված ֆինանսական ռեսուրսների մասին եմ խոսում այս րոպեին։ Anyway, եւ մի խոսքով այսպիսի բան է այդ մի տրիլիոն դոլարը, որ տարին Ամերիկան մենակ վճարում է փաստորեն սպասարկելու իր պարտքը, այդ 40 տրիլիոնի վրա, հա, դա պատկերացրեք, որ բյուջետի միջև հիմա որ Պենտագոնի ծախսերը 900 միլիարդ էին, հիմա այս տարի արդեն 1.3, 1.5 տես բաներ են խոսում։ Իրականում երկրորդ ամենամեծ ծախսն էր։ Ինչից հետո social security-ից հետո սոցիալական ապահովությունը Ամերիկայում ամենամեծ բյուջետի ամենամեծ ծախսն է։ Այսինքն մեկը որ դարձել է ինչ-որ տարիքի հասել է եւ արդեն սոցիալապահովություն իր բաննաստանում թոշակի հետ միասին կամ առանձին դա ամենամեծ ծախսն է կատարում Ամերիկայի բյուջետի մեջ պրոստը ասում եմ որ պատկերացնեք թե որտեղ են փողերը գնում Ամերիկայում բյուջետում որտեղ ինչպես է բաշխված հետաքրքիր բաներից մեկը իհարկե վիճակը նոր բան չի ես որ ասել եմ որ Քլինտոնից հետո երբեք բյուջետը չի բան եղել Warren Buffett-ը գիտեք այդ միլիարդատեր հայտնի շատ ֆինանսիստ եւ այլն բիզնեսմենը արդեն ինչքան եղավ 90 քանի տարեկան է մարդը մի անգամ ասաց որ ես կարամ այդ 5 րոպեում լուծեմ այդ հարցը որ բյուջետը բալանսավորվի ամեն տարի գիտեք ինչ ասաց ես նորից հետաքրքիր բան ասաց Warren Buffett-ը որ ես ասма օրենք կանցկացնեի օրենք կանցկացնելը հեշտ բան չի բայց մի րոպե մտածեք դրա մասին որի համաձայն եթե պետական պարտքը ներողություն եթե բյուջեի դեֆիցիտը պարտքը չեմ ասում դեֆիցիտը եկամուտ մինուս ծախս բյուջե եթե բյուջեն ավելի մեծ է քան թե եկամուտը ասենց տնենք հա դեֆիցիտ է տալիս դա եթե դեֆիցիտը 3 GDP համախառն ընդհանուր արտադրության 3%-ից անցնում է բոլոր կոնգրեսմենները պետք է միանգամից արդեն վերընտրվելու իրավունքից զրկվեն եթե Ամերիկան, որտեղ բյուջետը ով է որոշում, ծախսը ով է որոշում, կոնգրեսը, չէ՞, ասել եմ, երկրի փողը կոնգրեսն է որոշում, ոչ թե պրեզիդենտը։ Ուրեմն ծախսը։ Եթե դեֆիցիտը 3%-ից համախառն արտադրության անցնում է, բոլորը զրկվում են վերընտրվելու իրավունքից, ամբողջ կոնգրեսը միանգամից։ Ընտրել ես, քվեարկել ես, չես քվեարկել ես, կողմ ես եղել, են կողմ ես եղել։ Գաղափարին չէ, որ ոչ մի կոնգրեսմեն, որոնք իրապես, այսպես ասեմ, լավ պիս խոսքեր չասեմ, բայց շատ պիս խոսքեր եմ ուզում ասեմ, իրենց մարդկային հատկությունների եւ ընդհանրապես մասին, լավ politician են, իրենք
ապրում են վերընտրվելու համար, կծախեն ամեն ինչ, որպեսզի վերընտրվեն։ Եթե իմանան, որ իրանք կզրկվեն այդ իրավունքից, իրանք երբեք թույլ չեն տա, որպեսզի այդպիսի հսկայական ուրեմն դեֆիցիտներ ունենաս, որի պատճառով դու պիտի ուզես պարտք առնես, երբ որ դեֆիցիտ ակոմոդ չունես, ուրեմն ծախսը փակելու, գնում ես պարտք ես առնում, ուրիշ բան չկա, պարզ հաշիվա։ Մի խոսքով իհարկե սա ոչ մի բան չեղավ, որովհետև այդ օրենք հանձնելու համար հենց այդ նույն կոնգրեսմենները պետք է դրա համար քվեարկեին, իհարկե նա չէին քվեարկի եւ դա չեղավ, բայց իր ամբողջ ասածը էր, որ սրանք կաշառակերան ուրեմն մարդիկ են, որոնք միայն մտածում են իրանց այսպես ասենք օրենսդիր մարմնում իրենց կյանքը երկարացնելու մասին եւ հարստանալու մասին, ոչ թե երկրի մասին։ Այս մեծ գյուտ չի անում ինքը, բայց ասում ոնց է։ Լավ, ասեցի, որ բանի մասին այդ արդեն Պակիստանի, որ գնացել է խոսալու Պարսկստանի հարցերը եւ այլ, այս մարդու անունը բանա, ինչ են ասում, այդ Մունիր այդ գեներալի անունը, ինքը շատ ինչ-որ նաև խոսում է այն հանգամանքը, որ այդ հութիները մեծ խնդիր են առաջացնում, իսկ Պարսկստանը մեծ ազդեցություն ունի այնտեղ։ Արի դու մի քիչ լավություն արա ոչ թե միայն Ամերիկայի հարցերում, այլև այս հութիների հարցերում մի քիչ կառավարից նրանց, որ աճուծախ խրտիներ չուղարկեն, վերջապես դու քեզ հետ խոսում ենք, բայց հասկանում ենք, որ քո սատրապները, ասենց ասած, քեզ ենթարկվող իրանք կողքից բաներ են անում, որոնք անհամատեղելի են խաղաղություն կամ զինադադար հաստատելու հետ։ Հիմա ում հետ խոսանք, բա քեզ հետ խոսանք։ Մի խոսքով, էս էլ իր բաներից մեկն է։ Անցյալ շաբաթ պարզվեց, որ Չինաստանը, մտածեք, իր նավթի ծախսը, այն ինչքան նավթ որ ինքը գործածում է, այդ նավթը վերամշակելով, ասենք դիզելի կամ բենզինի կամ չգիտեմ այնտեղ ուրիշ տեսակ օդանավերի համար ավիա սալարկայի, ասենք թե կամ ինչի համար 5 միլիոն բարելով օրը պակասացրել է 5 միլիոն բարել ավելի քիչ է գործածում, քան թե առաջ էր գործածում։ Ինչի շնորհիվ, դե պարզ է էլեկտրիֆիկացիայի շնորհիվ։ Արևի այդ պանելները դրած էլեկտրականություն են սարքում, Չինաստանում շասս անապատ կա, դիր թող աշխատեն, այսպես ասած։ Սա խոսում ենք, որպեսզի մի հատ բանի մեջ մտցնեմ, էլի, այսպես կոնտեքստի մեջ, որ հասկանանք, թե ինչի մասն է խոսքը։ Իր համար սա իհարկե ստրատեգիական խնդիր էր, որտեղ Չինաստանը համատաբար շատ քիչ նավթ է ինքը արտադրում։ Պատկերացնելու համար ինքը արտադրում է մոտավորապես 4.3-4.4 այսքան միլիոն բարել այդքան արտադրումը ինքը կտրել է իր գործածությունը 5-ով իր ընդհանուր թիվը գործածության Չինաստանը ինչ անում է մոտավորապես տարբեր թվեր են տալիս, բայց ասենք թե 11-ից 17 միլիոն բարել է գործածում օրը այսինքն 5-ով պակասացնելը իջնում ես ահագին չափ եւ դա էլի որպեսզի հասկանանք 5-ը ինչ է նշանակում դա Ֆրանսիայի 3.5 անգամն է Ֆրանսիան մոտավորապես 1.5 միլիոն բարել է գործածում օրը սա 5-ով պակասացնում է իր գործածությունը օրական հասկանում եք դա ինչքան անկախություն է ձեռք բերում ուրիշ երկրներից նավթ առնելու իր կախվածությունը հսկայական սրանք բաներ են աշխարհում 3 երկիր կա որ 5-ից ավել է ծախսում Միացյալ Նահանգներն է Չինաստանն ու Հնդկաստանը ասենց ասենք հա
Եվ եթե Չինաստանը կարողանում այդքան իջեցնի, Հնդկաստանի մասին մոռացեք հələ մի րոպե, դա իր համար հսկայական եւ փողախնայում, որտեղ դրսից չի առնում եւ կախվածությունն է պակասացնում եւ իր կարեւորությունը ստրատեգիական դիրքն է ուժեղացնում եւ այլ եւ այլ։ Իսկ ինչքանի երկիր կա, որ ասենք կարող է նույնիսկ արտադրի 5 միլիոն բարել օրը։ Շատ քիչ երկիր կա։ Էլի Ամերիկան արտադրում, Ռուսաստանը, Սաուդի Արաբիան, Կանադան, հա, որ այդքան օրը կարող էր արտադրել, այնց որ այնպես չի, որ ինքը դրանով կտրել է, ոչ թե արտադրում է։ Ամերիկան օրինակի համար մոտ 20 միլիոն բարել օրը գործածում, այդ պրոստը իմանանք, որ Չինաստանից ավել մի 3 միլիոն ավել է գործածում։ Հնդկաստանը շատ հետ է, այնտեղ 5.5 միլիոն է, ինչա տենց մի բան է դրա ծախսը։ Այսինքն Չինաստանը կտրել է համարյա այնքան, ինչքան Հնդկաստանը գործածում է։ Մոտ պատկերացնեք, ինչի մասն եմ խոսում։ Ռուսաստանը մոտ 9.5 միլիոն գործածում օրը, տենց 10 սեզոնի տակացնեն, չտակացնեն։ Հիմա որ խփում են իրancs այդ նավթամշակման գործարանները ուկրաինացիները իհարկե ավելի քիչ են գործածում, որովհետև չեն կարողանում այդ նավթը վերամշակես, նավթը ոչ ես կարող գործածես որևէ բանի համար առանց մշակման, այսինքն դրանից պետք է մի բան սարքես, բենզին, սալյարկա եւ այլն, որպեսզի կարողանաս օգտագործես։ Դե որ խփում եք գործարանը, որ դե նավթը դարձներ գործածելի ինչ-որ բան, ու չես կարող գործածես նավթը մնում է։ Ստիպված ինչ են անում, ես էլ ձեզ ասեմ, էսի հետաքրքիր բանը։ Ուրեմն նավթը ուղարկում են Հնդկաստան, ասենք, կամ որպեսզի նա այնտեղ վերամշակի, հետո բենզինը հետ ուղարկի իրանց արդեն ավելի բարձր գնով բնականաբար, հավելյալ արժեքա չէ ավելանում նրան, որ վերամշակում ես։ Բայց հիմա խելոք ռուսներին նայեք, ախր ապրանքի վրա ոչ թե միայն ապրանք, ասենք նավթի վրա, հա, բան գոյություն, նավթի էլ, գազի էլ, ուրեմն տարիֆներ կան, տարիֆը ի տարբերություն Ամերիկայի, որ մենակ ներմուծող ապրանքի վրա կա, նաև արտահանվողի վրա կա, ուրեմն տարիֆները դրում ես ուղարկելուց, տարիֆները պետք է վճարես հետ գալիս, երբ որ բենզինը գալիս է, ուրեմն գործարանները նավթարտադրողները ներառյալ, հա, հենց ամենամեծ իրancs արտադրողը Ռոսնեֆտը եւ այլն, նրանք ինչ են անում, նախ եւ առաջ լսել ենք, երևի ասել եմ ես էլ ուրիշներն լսել եք, որ հնդիկները շատ էժան գնով են առնում, չինացիների նման շատ քիչ գին են տալիս նավթ առնում, որ ասում է ուր ես ծախելու, ճար չունես ուրիշ տեղ, ասում է կուտա վիդենցիս, ցեզարից Եվրոպան չի առնում, ոչ ոք չի առնում, դե մեզ դի ծախեք ավելի էժան գնով, հա, վերջի անգամ գազի մասն է խոսում օրինակի համար, նույնը բանը նավթի վերաբերյալ է։ Բայց այդ բավական չի, որ ասենք Հնդկաստանը ու այստեղ Չինաստանը հակին օգտվում են այս իրավիճակից պատերազմական եւ սանկցիաների։ Ռուսները հո չեն կարող հենց այստեղ փող չսարքեն ինչ-որ բանի վրա։ Ուրեմն այդ ինչ են անում, նախ եւ առաջ դե տարիֆը տալիս ես արժեքի վրա, չէ, invoice price-ի վրա ես տալիս։ Ուրեմն գնում են Հնդկաստան հնդկական ինչ-որ կորպորացիա են բացում, որը դառնում է որպես հնդիկ արդեն ոչ ռուս corporation-ը, որը առնում է ռուսական նավթը։ Շատ ցածր գնով, հետեւաբար շատ քիչ է վճարում պետության տարիֆ։ Հետո այդ շատ էժան առածը նորից վերածախում ես, մեջը փող են սարքում իրանք են ծախող, իրանք առնում են։ Այդ ոնց որ բանը, ասենց օրինակի համար ասենք, պատկերացրեք, որ Գազպրոմ Ռուսիան ծախում է գազը Գազպրոմ Արմենիային ցածր գնով։ Հետո նրանք վերածախում են հայերի վրա բարձր գնով, բայց դա ուրիշ բան։ Ինքը ցածրով գնով է ծախում, որպեսզի բան չծանի, տարիֆ չնայած զոնայի մեջ է ինքը, բայց համենայնիվ քիչ շահացույց տալիս։ Եկամտահարկի իմաստով ոչ թե տարիֆների։ Բայց հետո բարձր բանով է ծախում, իսկ այդտեղից փողեր ուր են գնում։ Հիմա նույն բանը սրանք նավթի վրա են անում, Հնդկաստանի վրա։ Ինքը իրան ծախում է Հնդկաստանում, հետո ինքը դա ծախում է վերամշակման գործարանին հնդիկը, նա իրան ինչ որ գնով հետ է ծախում, ուրիշ կամպանի էլերոնսների սարկած։ Հետո դա արդեն բարձր գնով ծախում է հետ Ռուսաստանին իր արտահանած մարդուն, այսինքն կամպանիին։
Եվ արդեն ցույց են տալիս, որ ես շատ թանկ գնով եմ առել, ուրեմն թանկ գնովել պիտի ծախեմ ժողովրդին, то есть որ գնում ես լիցքավորման տեղ քո մեքենան լիցքավորելու դու բարձր գինես սկսում ես 100-200 ռուբլի վճարել ասենք լիտրին ինչի որտեղ դու թանկ ես արել ինչ կարամ անեմ ես Հնդկաստանից այդ գնով է եկել մոռացի որ իր կամպանին է իրան այդ գնով ծախում այսինքն երկու տեղից ինքը շահ անում համտեղ ծախելուց որպես էժան գնով փող առնում են ուտում են կամ տանում են դուրս պետության բանը չի մտնում բյուջեն չի մտնում բոլորովին այս գործարքների մեջ հա այս դեղմաջանին սրանք փող են կտրում sense աչուծախ էլի մի խոսքով այս աշխատելու ասենք թե բաները ցանկությունը կամ հնարամտությունները երբեք չեն վերջանում այսպես շարունակվելու է մոտավորապես sense ասեմ ինքը Ռուսաստանը մոտավորապես 3.8 միլիոն բարել է օրը գործածում հա որը աշխարհի ամբողջ գործածում 3 չգիտեմ 7%-ն է, ինչպես շուտ բան է, շատ մեծ տոկոս չի կազմում, ինքը իր շուկան տքան մեծ չի։ Բայց ոնց որ ասեցի օրինակ համատության Ֆրանսիան դրանից շատ ավելի փոքր է, բնականաբար 1.5 միլիոն բարել է գործածում այնտեղ օրը, օրվա մասն է խոսում։ Հայաստանը ինչքան նավթ գործածում, սպառում, էլի ոչ նավթի ձևով, այլ նավթա ապրանք մշակված մի ձևով, որ եթե բայց հաշվեց իր օրիգինալ նավթի ձևով, էլի, պարզա չէ, նորից նավթի մասն եմ խոսում, տարբեր թվեր կան, 8-ից 18,800 բարելի մասն եմ խոսում, ոչ թե միլիոնների մասն ենք խոսում, հազարների մասն ենք խոսում, ոչ թե 1.5 միլիոն Ֆրանսիայի նման, կամ 3.8 Ռուսաստանի նման, կամ 20 միլիոն Ամերիկայի նման, խոսում եմ 8-ից 18,000 բարել օյլի մասին։ Հիմա իսկ այս 8,000 կամ 18,000 ոնց ուզում եք վերցեք, երևի սեզոնի հետ կապ ունի նաև։ Դրանից որ բանն մասն է, հա, որ այս ինչ սկսել է առևտուրը Ադրբեջանի հետ, Ադրբեջանից է գալիս։ Էլի օրականով ենք չէ խոսում, հա, այդ 18,000 ամենաշատ որ ասեցի, դա օրականի մասն է խոսում։ Եթե բանով խոսանք, ուրեմն մոտավորապես խոսում ենք մի 112 բարելի մասին, ոչ թե 1000, 112 օրվա համար եմ ասում։ Սա այսինքն չնչին թիվ է, էլի մեծ թիվ չի, որը ես նեղ հաշվարկեցի, միջև կարելի ասել 164 բարել։ Այսինքն խոսում ենք մի 15-20 տոննայի մասին օրը նավթ, ոչ թե նորից բենզին, ճիշտ հասկանանք։ Հիմա եթե այդպես է, այսինքն դա կազմում է քո ամբողջ ծախսած, եթե դու օրը ծախսում ես, օրինակ ամերիկյան դեսպանատան տվյալները ասում են ինքը ծախսում է մոտավորապես 41,000 բարել։ Ես այնտեղ ուրիշ տեղեր նայեցի 18 ասում, հիմա հասկացի 18-ի ու 19-ի եւ 41-ի տարբերությունը հսկայական է, չէ, երկու անգամից ավելի է, բայց դե ում համատաս։ Բայց ասենք ամենավատ թվերով վերցնենք, էլի, ասենք թե ինչ անշկում 112 կամ 150 բարելը համեմատած քո այդ բոլորի հետ ինչի տոկոս է կազմում, կարելի է եւ չառել Ադրբեջանից։ Հետևաբար Ադրբեջանից առնել որևէ բանը արդեն վերամշակված ձևով է գալիս, դրամ ես առնում, որ նավթ չի գալիս, այսպես ասած, որպես բան չմշակված, դու պիտի մշակես, որտեղ ես մշակելու, բարձր է դա գալիս, բայց իրա երբ որ նավթի ձևով ես նայում, ինքը մեծ թիվ չի կազմում, եւ եթե Հայաստանը այդ capacity-ն ունենար կամ
ինքը կարար ընդհանրապես չառներ, այստեղ Ադրբեջանից այդ առևտուրը ավելի քաղաքական նշանակություն ունի, քան թե տնտեսական։ Ես այդ էի ուզում ասեի, որ կարելի է դա չանել։ Իսկ եթե Չինաստանը կարող է օրը 5 միլիոն բարելի չափով նավթի գործածությունը պակասեցնի արևային էներգիայի, ատոմայինի եւ այլնի հետևանքով Հայաստանը որզի 100-200 բարել ինչ է, որ չկարանա անի, երկի կարելի անել։ Այլ եմ ասում, սա հուսամ նաև այս նոր ատոմակայանների հարցերը լուծելուց հետո դա էական խնդիր չի կազմելու, այդ ներմուծումը, որտեղ միշտ հարց առաջանում ինչի են ներմուծում, պետք է, պետք չի, սա ինչքան ստրատեգիական խոցելիություն աստեղծում, երբ որ կախվածություն աստեղծում եւ այլ, երբ որ մտածում ես իսկականից թվերը մի քիչ շատ ասենք դեռևս երևի այս ամբողջ առևտրական հարաբերությունները իրենց սահմանին վիճակում են գտնվում, ունենց որ մի բան չեն դարել, բայց համենայն դեպս դա էլ իգիտություն եմ ասում, որ պատկերացնեք թե համատության մեջ էս Չինաստանի առած իսկապես հերոսությունը հսկայական թիվ է էլի պետք է կարողանալ անել այդ մի բանը Էլ չեմ ասում, որ դրա էկոլոգիական իմաստը, երբ որ նավթից կամ բենզինից անցնում ես էլեկտրականի, ինչքան ավելի բան է, կարամ ասեմ, որ ինչ սկսեցին չինական կամ ուրիշ տեղերից այդ էլեկտրական մեքենաները ավելի շատ գործածել, օդի որակը մի քիչ ավելի լավացել է Երևանում, կարելի ասել, էլ չեմ ասում, որ քաղաքային ավտոբուսների հարցը եւ այլն, որ փոխվեցին են դիզելներից ու չգիտեմ ինչերից այդ հսկայական տարբերություն է անում, որտեվ չես կարա կանգնեցնես, ասես մեքենա մի առեք մի քշեք, որտեվ քանդել են ամբողջ քաղաքային, այսինքն Ամստերդամ չի էլի Երևանը, որ մարդիկ հեծանիներով մանգան եւ օդը մաքուր պահեն եւ տենց բան, այդ մեկա չի լինելու, հա, այդ ոնց է պատկերացնում, այնտեղ միշտ հիշացնում եմ ինքս, որ ոնց Ամստերդամում տեսել էր մի հատ կին ինքը հեծանիվի վրա կրծքի արջևից կախած մի հատ փոքր երեխա մի հատ ուրիշ երեխա իր հեծանիվով կողքից գնում, մի հատ էլ ավելի փոքր իր հեծանիվի վրա, բայց դեռ ինքը չի կարող պահի, ինքը մի ձեռով նրա հեծանիվն էլ է պահում, ինքն էլ է քշում իր հեծանիվը։ Այսինքն եւ ինքը սենց բարձր կրունգներով կոշիկ է հագնված, ինչ որ տեղ է գնում, էլի սենց հո չես կարա դա պատկերացնես, սպասես, որ Հայաստանը կդառնա Ամստերդամի նման կամ չգիտեմ այնտեղ բանի նման ասենք թե Կոպենհագեն չի դառնալու էլի դա ուրեմն միակ բանը էլեկտրականացումն է որպեսզի չխեղդվեն այդ մարդիկ այդ Երևանի այդ կատլավանի ասենք այդ թասի մեջ նստած այդ օդը չբան չլինի խոսքով այդ պատմությունը լավ գիտեք չեմ ուզում դրա մասին խոսամ բայց ինձ համար շատ բաներ հետաքրքիր էր որ ինչքան ի վերջո Չինաստանը ամեն ինչ ճիշտ չի անում դեպ ասեմ ես գիտեք որ Չինաստանի նկատմամբ շատ անգամ քննադատական եմ արտահայտվում որտեղ տենց եմ կարծում որտեղ իրականում տենց է շատ օբյեկտիվ ձևով բայց ոչ մի բանը Չինաստանի չես ուզենա քո գլխին կպնի էլի ասած ոչ իրանց ռեժիմը ոչ իրանց կյանքի ձևը մակարդակը աշխատելու ձև մակրությունը կամ ոչ մի բանը չես ուզենա էլի բայց որոշ բաներ որ անում են ճիշտ են անում օրինակ ես էլեկտրականությունը պետք է ասես որ ճիշտ են այլ պետք է ճիշտ ասել լավին լավ ասել վատին վատ anyway դա էլ այդպես այսօրվա բանը վերջացնեմ այդ լավ լուրով, որ երևի լավ ասենք, թե տենց ասենք ձևականը, թե ինչ, որ կարելի է այդ հարցերը լուծել այդքան անհնարին բան չի, բայց եւ մի բան էլ ավելացնելով, որ Բրիտանիայի ուրեմն նոր ընտրյալ ուրեմն վարչապետը գնաց առաջի իր օտարերկրյա վիզիտը արեց դեպի Ուկրաինա, Կիև գնաց եւ հետը տարավ որպես նվեր նախորդ արդեն հայտարարել էին այդ հերահարթիների
սենց ասեցին սկզբում գծագիրները, որ իբրև տեխնոլոգիան տան, այսինքն բացատրեն ոնց սարքես։ Հետո ավելի մանրակարգից, որ իմացանք ինչ հրթիռների մասն է, պարզվեց, որ դա Storm Shadow հրթիռները կան բրիտանական, դրա ամերիկյան գից, ասենք թե բրիտանական, որի ֆրանսիական տարատեսակին սկալպ էր ասում, եւ ֆրանսիացիք արդեն սկսել են օգտակար բաներ անել այդ ուղղությամբ, բայց բրիտանացիները տարան ոչ թե ամբողջ հրթիռի տեխնոլոգիային կամ նրա գծագրերը, այլ այն մասը, որ իրանք են արտադրում, մեջից հանելով բոլոր ամերիկյան տեխնոլոգիաների հետ կապված նշումներ կամ որևէ բաներ, որպեսզի ամերիկացիները չասեն, որ դա մեր տեխնոլոգիան առանց մեր թույլտվությամբ ամերիկացիան սիրող Թրամփը, որը Պուտինի նկատմամբ թույլտվություն ունի, չանկարծ չառարկեն եւ այլն։ Դրա համար ասին ձեր տեխնոլոգիան, սա մերն է լրիվ, ինչ որ լրիվ բրիտանական է, մենք այդ ենք տալիս։ Խոսքով այս ամբողջը լրիվ իհարկե չեն բոլոր գաղտնիքները ասում, բայց տարբեր աղբյուրների, տարբեր sense ասած բաներից եթե նայում ես, լսում ես, հասկանալի է դառնում, որ ուկրաինացիները արդեն երևի սկսել են որոշ բաներ սարքել եւ այդ քրիտիկական մասաներ երևի որ պետք է գա որպեսզի ավելի ճշգրիտ լինի եւ ավելի ասենք թե հեշտ նավիգացիանի եւ այլ եւ այլ։ Մի խոսքով այս բրիտանացիները տալով ահագին օգնեցին բանին եւ գաղափարը ինչ է որ կարողանան արդեն երկու խնդիր լուծել։ Մեկը հեռահարության խնդիրն է, որ միշտ ամերիկան օրինակի համար սահմանափակում էր բոլոր հրթիռների հեռահարությունը, որ ինքը տալիս էր, այսինքն ամենակարճ հեռահարության հրթիռներն էր տալիս։ Սկզբում 70 մայլ էր, հետո չգիտեմ դարձավ ինչ որ 130, 150, չգիտեմ դες բաներ, բայց դրանից շատ անգամ չես գնա։ Եվ ուկրաինացիները երբ որ խփում էին որևէ բան Уралից այն կողմ դրոններով էին խփում, որտեղ ֆրտիների պիտի դրանք տարբեր բաներ են, տեխնոլոգիաներ են, հա։ Դրոնը շատ մեծ ծանրության, մեծ ռազմագլուխ չի կարող տանի էլի հասցնի եւ այլն, իսկ քրտիները տարբեր բան են, հզորությունը տարբեր է, տարբեր բան կարող անես։ Հիմա մի խոսքով այդ cruise missile-ներ են սրանք այդ տիպի կատեգորիաներ եւ այլ այդպիսի հրթիռներ են տալիս երկու բան, մեկը հեռահարության, մյուսը որ մեծ քաշի ռազմագլուխ են տանում, կապայթուցիկ են տանում, կարող են նաեւ բունկերներ խփել, ինչ որ պաշտպանված բաներ խփել։ Մի խոսքով ուկրաինացիները վերջապես խորշունչը քաշեցին, ուրախացան, բան, սա ռեալ օգնություն էր, ոչ թե այն, որ Թրամփը խոստացավ այնտեղ, որ ես իրանց, չգիտեմ, պատրիոտի արտադրության լիցենզիան կտամ, հա, թույլտվությունը, հետո գնաց հետ, պարզվեց ոչ մի բան չի տալու, որտեվ արտադրողը ասաց, այդ քոնը չի է, որ բաժանում ես այնտեղ, այդ իմ կամպանին է պատկանում։ Այդ դու ինչ ես բան չանեմ կոպիտ, բայց ինչ ես բաժանում ուրիշի ապրանքը։ Ինձ հարցեցիր, տալու եմ, ես ուզում եմ այդպես բան տամ, թե չէ եւ այլ։ Մի խոսքով այս մի կողմից այնտեղ գաղափարը կար, որ եթե մենք տանք, ուկրաինացիները ավելի էժան կսկսեն արտադրել եւ այդ գինը հրթիռների շատ կեժանանա նաեւ։ Այս րոպեին շտվեցին այդ պատրիոտը, ուկրաինացիները փորձում են նաեւ խնդրում են բոլորին, որ ճապոնացիների վրա մի քիչ ազդեցություն դնեն, որ ճապոնացիները, որտեղ իրանք արտադրությունը դրել են, իրանց մոտ տևեց մոտ 4 տարի այդ արտադրությունը դնելու համար, որտեղ թույլտվությունը ստանալուց հետ միջև գործարան սարքել է, միջև այդ բոլոր հարակից տեխնոլոգիաները եւ արտադրությունները դնելը, որտեղ բոլոր բաները ինչպես մի տեղում չեն ստեղծվում։ Հավաքման ցեխը, դա կողքից արտադրողները պիտի մասեր արտադրեն, մի խոսքով իրանց տևեց ահագին։ Տրամային ասում որ նույնիսկ Թրամփը եթե տար ուկրաինացիներին, դա կտևեր, չգիտեմ, 2 տարի, մինչև որ լավագույն դեպքում կարողանային սարքեին մի բան։ Հիմա ուկրաինացիները ասում են Ճապոնիային, ասեք թող իր արտադրածը մեզ տա կամ արտադրության մի մասը, այնտեղ թվեր են ասում հիշում եք 300 եւ այլ հրթիռների մասին խոսում, Ճապոնիան ինքը շատ լուրջ իմանանք ստացած է իր իսկ ապահովության հարցերով, ինչպես նաեւ այդ հանգամանքը որ նաեւ Հարավային Կորեային է սպառնում հարձակման
բաներ, ես չեմ կարծում Հարավային Կորեային կպնելու է մեկը, բայց ամենադեպս բայց Ճապոնիան Պուտինի այնտեղ վիզիտից շատ բան եղավ անհանգստացավ եւ հետեւաբար հիմա մեծ հարց ալնելու արդյոք նա ուզելու է իր հրթիռերի պատրիոտների, ասենք դա հակաօդային հակահրթիռային սիստեմների մի մասը տա ուկրաինացիներին, չտա, վաճառելու մասն է խոսքը գնում։ Փողը կա Եվրոպայից մնում է ապրանքը լինի, էս է վիճակը հիմա։ Մի խոսքով, այս բոլորը իր հերթին մինչ այդ ուկրաինացիները պատասխանում են այս բոլորին հարյուրավոր դրոններ ուղարկելով Մոսկվայի վրա արդեն եւ ոչ թե ուրիշ ասենք թե բան նա է Մոսկվայի վրա, այսպես ասենք։ Վերջի անգամ ռուսները ասացին, որ 800 քանի դրոն են խփել, չգիտեմ ինչ է կարել, իսկ այդքան չեն խփել պարզա, բայց այդքան երևի արձակվել է կամ մի քիչ ավելի, հա։ Անում են ինչ որ կարող են, ասենք, դրոնների բացարձակ այդ չափերը, այդ քանակները, որ նրանք գործածվում են, բոլորի համար մեծ իհարկե սյուրպրիզ էր, բայց արդեն չէ, արդեն հասկանալի է, ուղղակի զարմանք այն ապաճառում, որ այդքան արտադրություն են կարողացել դնել Ուկրաինայում։ Այդ տենց թվեր օրական, եթե դու կրակես, հիմա դու ամեն օր չեն կրակում բնականաբար, բայց հարյուրներով եթե ուղարկում ես, դա նշանակում է դու տասնյակ հազարներով ես արտադրում ամեն շաբաթ կամ ամեն ամիս եւ այլն։ Այդ թվերի մասն ենք խոսում, այդ մասշտաբների մասն ենք խոսում։ Anyway, այդպես։ Լավ, այսօր էսքան Այս երեկոյան ամենակարևորը իհարկե ինչ որ ասացի Իրանի հետ կապված այդ սանկցիաների մասներ, ուրիշ խոսքով, որ Ամերիկան սպառնաց, որ որևէ մեկը որևէ հարաբերություն ունենա Պարսկաստանի հետ, իր դեմ կլինեն սանկցիաներ, իրանց զրկելով ամերիկյան դոլարի համակարգից զտը անջատելով, այսինքն իր բոլոր հետևանքներով եւ այլն։ Այդ ամենամեծ նորությունները, որ պետք է տեսնենք դրա հետևանքները եւ ինչ արդյունքներ դա կբերի։ VV Talks Վարդան Վարդանյան, մինչև հաջորդ։